Մարդը գերմարդկայնորեն ենթարկվում է արգելքները խախտելու հաճույքին։ Նա անում է այն, ինչ արգելված է անել, եւ այդպիսով վկայում իր ազատությունը, եւ այդ կերպ նա իրեն Աստված է հաստատում։ Ահա թե ինչու երիտասարդը, որը չգիտի եւ որին արգելված է իմանալ, որպես ապագա կոտեմարտերի անփորձ ըմբիշ, հնազանդվում է օրենքին եւ մտնում փակ պատուհաններով տունը, որտեղ ճանաչում է ինքն իրեն, քանզի այդպիսով կատարում է ազատ մարդու արարք, եւ ցավն այն չէ, որ մտել է, այլ որ դաստիարակներն այնպես են արել, որ նա այնտեղից դուրս գա անխուսափելի արհամարանքով եւ ամոթով հանդեպ իր մարմինը, եւ այժմ ճանաչելուց հետո նրա գիտակցության մեջ սերը ընդմիշտ մնալու է պղծված։ Մեծ հետանոսները, կյանքի մաքուր խորհրդանիշներին երկրպագողները հարգում էին իրենց մերկությունը որպես տիեզերքի կատարյալ մարմնավորում, եւ լուպանարիումը նրանք զետեղել էին գիմնազիումի կողքին։ Նրանք միաժամանակ պաշտում էին պարկեշտության աստվածներին, սակայն հայտնի է, որ հետանոսությունը անբարոյության մեծագույն դպրոցն էր։ Կույսի արգանդի նրբին եւ վնասակար պաշտամունքը, այստեղից է գալիս ցավը, ահա թե մարդիկ որտեղ իրենց արատավորեցին, հավերժական Աստծու հանդեպ գործված ոճրով։ Ես արդեն 20 տարեկան էի, բայց դեռ չէի ճանաչել սերը։ Ես մոտեցել էի խոստովանության շեմին, որպես վախից դողացող մի ղևիտ,